Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ուժեղ Հայաստան խմբակցության թվով 28 պատգամավորներ, Հայաստան դաշինքի պատգամավորներ, ողջունում եմ բոլորիդ եւ ուզում եմ ասել, որ 1.5 շաբաթ գրեթե տևած նիստերի ընթացքում ինձ համար առանձնացրել եմ մի քանի բան։ Պարոն Քոչարյան, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, որովհետև ես նիստերի դահլիճում ձեզ այս 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքների ընթացքում եմ տեսնում, դուք անընդհատ քաղաքացիական պայմանագրին մեղադրում եք ձայների գողության մեջ։ Տիկին Խամոյանը այսօր մի քիչ ավելի հեռուն գնաց եւ մեզ մեղադրեց ոչ լեգիտիմ լինելու մեջ։ Ուզում եմ ձեզ խնդրել, որ եթե այստեղ կան երիտասարդ պատգամավորներ, ես այդքան էլ երիտասարդ չեմ։ Եվ 1998 թվականին, երբ տեղի էին ունենում Հայաստանի Հանրապետության այն նախագահի ընտրությունները, ով խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ժեկի տեղեկանքով, չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընտրվեց նախագահ, ես ընտրական հանձնաժողովի քարտուղար էի։ Եվ ուզում եմ իմ գործընկերներին պատմել, թե ես ինչի միջով եմ անցել, երկու անգամ, երկու փուլով, թե ինչպես են իմ աչքի առաջ ծեծել հանձնաժողովի նախագահին, ինչ պատմությունների միջով եմ անցել, ես հիմա պատմում եմ և վերապրում եմ, ես ես պիտի խնդրեմ, որ շատ բարեկիրթ եք դուք, գիտեք, շատ գեղեցիկ եք խոսում, բայց այն որ ասում է գյուղից մարդ կա, մենք ապրել ենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, ես տեսել եմ ով է Ռոբերտ Քոչարյանը, երկրի միակ տղամարդը իրեն հռչակած անձը բազմաթիվ բարդույթներ ուներ, և հիմա այն քաղաքական ուժը, որի լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, մարդով խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ժեկի տեղեկանքով դարձել է նախագահ, հիմա իր ուժը խոսում է լեգիտիմության մասին։ Կարելի է չէ մի քիչ համեստ լինել եւ լեգիտիմության հարցը ով դուք գոնե մի բարձրացրեք, պարոն Քոչարյան, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ։ Պարոն Կարապետյան, ձեզ ուզում եմ խնդրել, որ երբ որ նշել էիք, որ Էդգար Ղազարյանը չափավոր ազատություն ունի, դուք իրեն անձամբ դուք իրեն չափավոր ազատություն եք տվել, դա ձեր հարցազրույցից մի հատված է, ուզում եմ ասել, որ ազատությունն ամենաթողությունը և դաստիարակության պակասը չէ։ Ես էստեղ այսօր վարվեցի այնպես, ինչպես ինքն է վարվում։ Ես իրեն չեմ նկատում, ու գիտեք ինչու, որովհետև իմ զոհված ազատամարտիկների, զոհված զինվորների իմ ընկեր ծնողները ինձ ամեն օր գրում են ձեր թիմակից ընկերոջ մասին և այդ մարդիկ շատ հայտնի մարդիկ են։ Այդ մարդիկ գրում են, որ դուք, պարոն Կարապետյան, պատասխանատու եք իր համար։ Եվ քանի դեռ, այսինքն իրենք իր ներողությունը չեն էլ ակնկալում, որովհետև այլևս իր ներողության կարիքը չկա, մարդը այսօր այստեղ հող էր նախապատրաստում իր ասածը հիմնավորելու համար։ Եվ դա խոսում է իր բարոյական արժեքների մասին, գուցե դուք մի քիչ իր ազատության սահմանները կրճատեք, երևի մտածելու բան ունեք։ Ես ուզում եմ նաև խոսքս հղել ձեզ, պարոն Վարդևանյան, երբ որ դուք ելույթ եք ունենում այստեղ, դուք ռետորական հարց հնչեցրեցիք կապված Հայաստանի Հանրապետության չափերի, քարտեզի հետ, թե ուր է կորել այդ 29800 քառակուսի կիլոմետրի այդ մի փոքրիկ հատվածը, որտեղ է այն եւ նայում էիք մեր կողմը, կարծես մենք ինչ որտեղ թաքցրել էինք։ Հիմա ինձ թվում է դուք ունեք ձեզ հուզող հարցի պատասխանը եւ ձեր նախկին ընկերներին կհարցնեք, որտեղ է 29800 քառակուսի կիլոմետրի այդ մնացած հատվածը։ Շնորհակալ եմ։